առողջության այս վերջերս ինչ ասում եմ, համընդհանուր հայտարարագրման համակարգը, որ էլի տենց դեմոնիզացվում է։ Այդ թվում մենք պետք է մարդկանց ճիշտ ներկայացնենք, որ դա նաև սոցիալապես ամենախոցելի խավերին ճշգրիտ հասցեական նույնականացնելն է եւ այդ ուղղելը, որովհետեւ մենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ որ G կարգի Mercedes քշողը նպաստ է ստացել։ Բայց մեր խնդիրն այն չէ, որ ինչ որ մեկը նպաստ է ստանում։ Այն ժամանակ 18-ին բանին, որ այդ թեմաներով գրառում էի անում, ասում են մարդկանց հացին վայս է կլնում։ Մեր խնդիրը այն չի, որ այդ մարդը ստանում է։ Մեր խնդիրը այն, որը կարիքը չունի։ Մեր խնդիրն այն է, որ նա, ով ավելի շատի կարիքը ունի, մենք չենք կարողանում բանի G կարգի Mercedes քշողի պատճառով չենք կարողանում մյուս կարիքավորի համար ավելի որակյալ ծառայություններ մատուցել, որովհետև ծառայությունն է կարևոր, փողը շատ դեպքերում էական չի։ Պարոն Հակոբյան, դե այս ինստիտուտը իհարկե մենք պետք է զարգացնենք, բայց եթե համատենք նույն ռեյտինգների հետ Michelin եւ այլն, վստահելիությունը ամենակարևոր բանն է, որովհետև եթե դա դառնա մի հատ ուրիշ բան, որ սենց բանով բաժանում ենք ուղակի, այսինքն այդ ամենակարևոր բանն է, որ վստահելիություն պետք է լինի, դրա համար չափանիշները շատ հստակ պետք է լինեն եւ ճիշտ առանց ժամկետ ենք տալիս, որ մարդկանց անդադ չտանենք վերենք եւ այլն, բայց մյուս կողմից էլ հիմա տեխնոլոգիան զարգացած է եւ ռիսկերի գնահատման մեր համակարգը պետք է մեզ նշան տա, որ X օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ունեցողի մոտ շեղումներ կան եւ մենք պետք է այդ վստահելիությունը պահեն։ Այսինքն դա չպետք է ընկալվի որպես ինդուլգենցիա, որ վերջ արդեն մենք ունենք անժամկետ այդ կարգավիճակը եւ ամեն ինչ կարող ենք անել։ Հետեւաբար այս տրամաբանությամբ գնանք առաջ եւ այո, մյուս թեմաներով էլ գնումների ռեյտինգավորում եւ այլն։ Հիմա հասունացել են process-ները, որ պետք է արդեն այդ շեմը անցնենք եւ արդեն բոլորովին նոր որակի հարաբերություններ հաստատենք։